Ղարմայի հանրային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներն իրենց ուսուցչուհու ուղեկցությամբ քաղաքացիություն առարկայի շրջանակներում այցելել էին Փարվանա հեռուստաընկերություն, ծանոթանալու հեռուստատեսության աշխատանքային առօրյայի, լրատվական մանրամասների եւ նրանում պարունակող բարդությունների հետաքրքրությունների հետ։ Մենք Ղարմայի հանրային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներս ծնողների եւ տնօրենի թույլատվությամբ քաղաքացիության առարկայի շրջանակներում այցելել ենք, որպեսզի ուսումնասիրենք Փարվանա TV-ի գործունեությունը, թե ինչ գործունեություն է նա ծավալում։ Աշխատանքը շատ հետաքրքիր էր, մեդիան համարվում է այն ոլորտներից մեկը, որը հիմնականում կախված է մեզանից, մեր առօրյայի հիմնական մասն է կազմում եւ յուրաքանչյուրի համար կարծում եմ, որ այն հետաքրքիր կլինի։ Ոչ, ես չէի ընտրի լրագրողությունը, քանի որ այն իր մեջ շատ բարդություններ է ներառում։ Հեռուստաընկերություն նրանց այցը առաջին անգամն էր։ Այստեղ նրանց ընդունեցին շատ ջերմ ու բարեհամբույր։ Երեխաները փորձեցին իրենց լրագրողի, օպերատորի, մոնտաժորի դերում։ Նրանց համար այս աշխատանքը եւ հետաքրքիր էր եւ դժվարին։ Միգուցե դա էր պատճառը, որ նրանցից ոչ մեկ ցանկություն չհայտնեց ընտրել այս աշխատանքային ոլորտը որպես մասնագիտություն։ Կընտրեիք ապագայում այս մասնագիտությունը։ Ոչ, չի ընտրի, քանի որ իմ կարծիքով այս մասնագիտության մեջ ես ինքս ինձ չեմ պատկերացնում։ Ես Ասիա Մգրչյանն եմ, ներկայացնում եմ Նինոսմինդայի մունիցիպալիտետի Ղարմա գյուղի հանրային դպրոցի 10-րդ դասարանը։ Մեր նպատակն է ուսումնասիրել մեդիա գրագիտությունը եւ ծանոթանալ Փարվանա TV-ի աշխատանքին։ Բավականին հետաքրքիր գործ է, սակայն ըստ իմ կարծիքի գործը բավականին ուշադրություն է հարկավոր գործի կատարման համար։ Չի ընտրի, քանի որ իմ կարծիքով այս մասնագիտության մեջ ես ինքս ինձ չեմ պատկերացնում ու որոշակիորեն դժվարություններ է պարունակում։ Այցելությունը հեռուստաընկերություն անցավ շատ հետաքրքիր։ Երեխաները պատրաստել էին իրենց հետաքրքրող հարցերը, քննարկվեց նաև նրանց հետաքրքրությունների, սիրելի հեռուստահաղորդումների մասին։ Օրը անցավ անմոռաց, ինչպես երեխաների, այնպես էլ հեռուստատեսության աշխատակազմի համար։